Գյումրու արտահերթ թիմ ընտրություններին ընդառաջ քարոզարշավը մեկնարկեց մարտի 15-ին եւ այն շարունակվեց մինչեւ մարտի 28-ը։ Նշենք, որ քարոզարշավը բավականին բուռն ընթացք ուներ, քանի որ հնչեցին փոխադարձ մեղադրանքներ, ակնկահարույց արտահայտություններ, ինչպես նաեւ եղան ձերբակալություններ։ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի Գյումրու ղեկը ստանձնելու համար պայքարում են 9 քաղաքական ուժ, 3 դաշինք եւ 6 կուսակցություն։ Ավագանու թեկնածուների ամենամեծ ցուցակը 98, իսկ ամենափոքրը 23 հոգուց է բաղկացած։ Կեսգիշերին Գյումրիում մեկնարկեց լռության օրը։ Մինչև մարտի 30-ը ժամը 20:00-ն արգելվում է քարոզչության ցանկացած միջոց։ Այսօր լռության, իսկ վաղն արդեն ընտրության օր է։ Իսկ ինչպիսի քաղաքապետ է ուզում տեսնել գյումրեցին։ Խելքը գլխում, բայց չկա միջները խելքը գլխում մարդ։ Որ խելաց է, տողդորեն դեր քաղաքը սիրող, ընդհանրապես սիրել գիտեցող քաղաքապետ։ Սրդացավ քաղաքապետ։ Մասնակցելու եք դուք ընտրությանը։ Անպայման։ Այ ինչ միտումով եք գնում ընտրությանը։ Հավատալով թեպի լավ աբագան։ Հոգատար սրդացավ բնականաբար քաղաքի մասին մտածով։ Մարտի 29-ին 16:20 դրությամբ խախտումների մասին ահազանգ չեն ստացել 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, բայց նախորդող քարոզի օրերին որոշ խախտումներ արձանագրվել են, դրանք արագ վերացվել են, նշում է Տիգրան Ղազարյանը։ Խախտումներ եղել են չնախատեսված տեղերում պաստառների փակցման, բոլոր դեպքերով, որ մի քանի անգամ գրություն ենք ուղարկել համայնքապետարան, որ վերացնեն խախտումները, մեծամասնության դեպքերում խախտումները վերացված են շատ օպերատիվ ձևով, երեկ եմ ես պատասխանել դիտորդական առաքելությունների, որ իրենց արդեն իսկ իրենց մեր դիմումը ստալվալու պահին արդեն մենք տեսել էինք, դա վերացվել էր։ Գյումրիում է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովհաննիսյանը։ Քաղաքում նկատել է, որ չնայած մեծ պաստառների համար հատկացվել են սահմանված տեղեր, բայց քաղաքական ուժերի պաստառները փակցված են նաև սյուներին։ Սյունի վրա պաստառ կպցնելը, հասկանում եք, կարելի է, սրանց կարող էր ասենք, չգիտեմ, 7-10 տարի առաջ դա ինչ որ գոնե ճանաչելիության խնդիր լուծել։ Բայց այսօր այդ պաստառը իմ ընկալմամբ կարող է նույնիսկ վատ ազդեցություն ունենա, որտեղ այդ նույն թաղամասի բնակիչը, որտեղ հետո այդ պաստառը որ մնաց այդտեղ, այդ նույն թաղամասի բնակիչը ինքը ընկալելու է որպես բան, ոնց որ իր միջավայրը աղավաղող։ Պատասխանատուների խոսքով թիմ օրենսգրքին համաձայն կան նորմեր, որոնք չպետք է խախտվեն նաև բուն քվեարկության օրը։ Ընտրական օրենսգրքով, սահմանադրական օրենքով ասում է, որ քարոզչական պաստառները չի կարող փակցված լինի տեղամասային հանձնաժողովներից 50 մետր հեռավորության վրա քարոզչական պաստառ չի կարող լինել։ Բացի իրավապահ մարմիններից, ԶԼՄ ներկայացուցիչներից եւ դիտորդներից քվեարկությունը հասանելի է առցանց տարբերակով, նշում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Բոլորը պիտի հիշեն, որ տեղամասը on-line հսկողության տակ է։ Այսինքն, ով որ տեղամասում կանի օրինախախտում, եթե նույնիսկ այդ պահին էլ չկա, այսպես ենք, չֆիքսվեց, բայց միևնույն է այդ ձայնագրությունները մենք պահում ենք։ Այսինքն այդ ձայնագրությունները հասու են լինելու նաև իրավապահներին։ Այս ընտրապայքարում եւս քաղաքական ուժերը օգտագործեցին քարոզին բնորոշ բոլոր տարբերակները, ինչպես նաև ոչ այնքան ցանկալի տարբերակները, բայց եւ ինչպես հնչեց մեծ քաղաքական բանավեճի ժամանակ, այս քաղաքում կյանքը շարունակվելու է նաև ընտրություններից հետո։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել Գյումրու բժշկական կենտրոնի կաթվածի եւ նյարդաբանության բաժանմունքի եռամյա արդյունքների ամփոփման գիտաժողովին։ Շիրակի եւ Լոռու տարբեր բժշկական կենտրոններից գիտաժողովին մասնակցելու եկած բուժաշխատողներին ողջունելով նախարարն ընդգծել է. Գուցե ինչ որ առումով կանխավ ունենալով պատկերացում, որ ամեն ինչ լավ է լինելու առանց փաստերի, որոշումը կայացվեց, որ այո, Գյումրիում պիտի լինի այս ծառայությունը։ Եվ ոչ թե պիտի սպասենք, որ ուրեմն համակարգերը պատրաստվեն, իրավիճակները լավանան, ինչ որ բաներ կատարվեն, որ ստացվի կատարյալ ընթացք նոր ծրագիր սկսելու, այլ պիտի ունենալ հստակ որոշում եւ դրանից հետո քայլ-քայլ իրականացնել այն ինչ որ մենք որոշում ենք միասին։ Նշելով, որ կաթվածը մեր երկրում մահվան պատճառներից երկրորդն է, նախարարն ասել է, որ պետք է կենտրոնացնենք բոլոր ջանքերը այն կանխարգելելու եւ ժամանակին բուժելու համար։ Կաթվածը մի հիվանդություն է, որի կանխարգելման եւ նաեւ բուժման առումով
միայն բժիշկները չեն, որ պատասխանատու են։ Կատվածի հաջող ուրեմն ելքը կախված է առաջին հերթին պացիենտից, իր ընտանիքից, ով որ այդ պահին իր կողքը գտնվում է։ Եվ այս մասով էլ մենք շատ մեծ կարևորություն ենք տալիս նաև մարդկանց կրթելուն, որ մարդիկ հասկանան ինչպես վարվեն, երբ որ իրենց հարազատը ունի այս նախանշանները եւ ինչպես կարող են ճիշտ վարքագծով, արագ կողմնորոշվելով օգնել, որ բժիշկները իրենց աշխատանքը ճիշտ կատարեն եւ արդյունքում ունենան առողջացումներ, ունենան հաշմանդամության կրճատում, որովհետեւ եթե անգամ փրկվում է մարդը կատվածից հետո, բայց մենք ունենում ենք կորսված ժամանակ, դա դառնում է ամբողջ ընտանիքի նաև խորը սոցիալական խնդիրը։ Գիտաժողովին կատվածի եւ նյարդաբանության բաժանմունքի աշխատանքներն է ամփոփել եւ կառուցվածքային ու աշխատանքային մոդելը ներկայացրել բաժանմունքի ղեկավար Ժորա Բաղդասարյանը։ Գյումրու կատվածի եւ նյարդաբանության կենտրոնը հիմնադրվել է 2022 թվականին ու սպասարկում է Շիրակի եւ Լոռու մարզերի բնակիչներին։ Այստեղ 3 տարի առաջ ներդրվել է կատվածի ազգային ծրագիրը, որի շրջանակներում սուրիշեմիկ կատվածի դեպքում պետական պատվերով տրամադրվում են թրոմբոլիտիկ թերապիա եւ մեխանիկական թրոմբեկտոմիա կյանք փրկող թանկարժեք ծառայությունները։ 2022 թվականից ի վեր այս բաժանմունքում ստացիոնար բուժում է ստացել 2030 պացիենտ, նրանցից 1710-ը կատված ախտորոշմամբ, 250 բուժարուի մատուցվել է թրոմբոլիտիկ թերապիա կամ մեխանիկական թրոմբեկտոմիա ծառայությունը։ Ելույթով է հանդես եկել նաեւ Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը։ Նա նշել է, որ Գյումրիում կատվածի ազգային ծրագրի ներդրմամբ հիմք է դրվել նաև Գյումրի եւ Վանաձոր բժշկական կենտրոնների միջև հեռաբժշկության պիլոտային ծրագրի մեկնարկին։ Սա լավ նախադեպ է մարզային բժշկական կենտրոնների համար, փաստել է կենտրոնի տնօրենը։ Ալա Բաղդասարյան այսօր։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած այցի շրջանակում եղել է նաև Արիե Կուփերսթոքի անվան վերականգնողական կենտրոնում ծանոթացել մատուցվող ծառայությունների ծավալներին։ Կենտրոնը տարեկան սպասարկում է շուրջ 700 երեխայի եւ 900 մեծահասակի։ Միայն 2023 թվականին պետական պատվերի շրջանակում մինչև 18 տարեկան երեխաներին տրամադրվել է 585 ծառայություն ցերեկային ստացիոնարի պայմաններում, իսկ 2024 թվականին մինչև 18 տարեկաններին 810 ծառայություն։ Այս կենտրոն այցելում են ինչպես հենաշարժական համակարգի հիվանդություններով, այնպես էլ համակցված զարգացման խանգարումներով երեխաներ։ Նախարարի հաջորդ կանգառը եղել է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնը, որը սպասարկում է Շիրակի մարզի 7465 հոգեկան առողջության եւ նարկոլոգիական խնդիրներ ունեցողների։ Նախարարը շրջել է բաժանմունքներով, հետևել է կենտրոնի աշխատանքների ընթացքին։ Շենքային պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանքներ կտարվեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է առողջապահության եւ այլ ոլորտներում գործունեություն ծավալող Rotary International կազմակերպության նախագահ Ստեֆանի Ուրչիկի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է Rotary International-ի երկարամյա գործունեությունը մեր երկրում եւ ընդգծել առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների հետեւողական բարելավման ուղղված ծրագրերի կարեւորությունը։ Ստեֆանի Ուրչիկը ներկայացրել է իր գլխավորած կազմակերպության ծրագրերը մեր երկրում, նշելով, որ կազմակերպությունը հետաքրքրված է ընդլայնել գործունեությունը եւ իրականացնել նոր նախագծեր։ Դրանք վերաբերում են առողջապահության, շրջակա միջավայրի եւ այլ ոլորտների։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստանի կառավարության եւ Rotary International-ի համագործակցության զարգացման շուրջ։ Արկվում դասավորված են քաղվածքները, կնիկները, ուղեցույցները։ Վաղարշաբաթի թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասային հանձնաժողովներին տրամադրվելիք գույքը դասավորել է, հանձնաժողովի անդամները վերջին քվեաթերթիկների բաշխման աշխատանքներն են կատարում։ Ընտրությունների նախորդ օրը մարտի 29-ին, ինչպես օրենքն է սահմանում, տեղամասային հանձնաժողովները կկահավորեն ընտրատեղամասերը։ Ընտրատեղամասերի նախագահներին հերթականությամբ հրավիրելու են, արկորով գույքը տրամադրելու են, ընդունում ազդման ձևաչափով։ Վերջին 2021 թվականի դեկտեմբերի 5-ի թիմ ընտրությունների համեմատ փարաքարում ընտրողների թիվն ավելացել է մոտ 1500-ով։ Ընտրատեղամասերը 16-ն են, ի տարբերություն Գյումրու, որտեղ 82 տեղամաս կգործի։ Բոլոր ընտրատեղամասերը նշված գույքից բացի հագեցած կլինեն նաև տեսահսկման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով։ Փարաքար համայնքում 37
տեխնիկական սարքավորում կլինի, Գյումրիում 194։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրություններից 10 օր առաջ, այսինքն ինքնաբացարկի ժամկետի ավարտից հետո ապահովել է քվեաթերթիկների տպագրությունը։ Երկու համայնքում էլ քվեարկությունը կազմակերպվում է առանձին քվեաթերթիկների միջոցով, այսինքն յուրաքանչյուր կուսակցության ու դաշինքի համար տպագրված է առանձին քվեաթերթիկ կուսակցության կամ դաշինքի հերթական համարով եւ ցուցակի առաջին 3 թեկնածուների անվանումներով։ Հանձնաժողովի անդամը պարտավոր է աճման կամ նվազման կարգով դասավորված քվեաթերթիկներից մեկական տրամադրել ընտրողին, որը չի կարող հրաժարվել դրանք ստանալուց։ Քվեախցիկում ընտրողը վերցնում է նախընտրած իր կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը, առանց ծալելու տեղադրում է քվեարկության ծրարի մեջ, մնացած այն չօգտագործվածները քվեախցիկում կա հատուկ ասենց գրպանիկի նման տեղ, արկղ կարող ենք ասել, այդ չօգտագործված քվեաթերթիկները պետք է գցի այդ արկղի մեջ եւ քվեարկության ծրարը եւ ստեղ խնդրում եմ, որ մեր հարգելի ընտրողները շատ ուշադիր լինեն իրենց քվեարկության կտրոնի նկատմամբ։ Պատրաստ են նաև տեսողական խնդիրներ ունեցողների համար նախատեսված բրայլյան կաղապարները։ Նունե Հովանիսյանը վստահեցնում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման ընթացքում իրականացրել են դրանց փորձնական կիրառությունը։ Այս օրերի ընթացքում վերապատրաստումներ են անցկացրել ինչպես հանձնաժողովների անդամների, այնպես էլ նախագահների, քարտուղարների, տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմերի համար։ Հրապարակվել են նաև տեղեկատվական պաստառներ, որոնք կօգնեն ընտրողների կողմնորոշմանը։ Ունեք ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների հերթական համարները եւ անվանումները պարունակող տեղեկատվական թերթիկ անգլերեն եւ ռուսերեն լեզուներով, նկատի ունենալով, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կարող են մասնակցել ինչպես քաղաքացիություն չունեցող անձիկ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող, այլ պետության քաղաքացիություն ունեցող անձիկ։ Մենք փարաքարի ընտրություններին մասնակցող 524 անձ ունենք, ովքեր ունեն ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, 13 փախստական, որոնք ոչ թե ժամանակավոր պաշտպանության կարգավիճակով են, այլ Լեռնային Ղարաբաղից բռնիչը տեղահանված անձ հանդիսացող այլ փախստականներ են, 164 օտարերկրապետության ներկայացուցիչ ունենք, որոնցից գերակշիռ մեծամասնությունը հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ։ Գյումրիում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող քաղաքացիների թիվը 1060-ն է, կան նաև 25 փախստականի կարգավիճակ ունեցող եւ 2173 օտարերկրյա քաղաքացիներ։ Ընտրություններից 7 օր առաջ հրապարակվել են վերջնական ցուցակները։ Նախնականի համար թիվը փոխվել է։ Դրանց ճշգրտմանը նպաստել է նաև ներքին գործերի նախարարության շրջիկ խմբերի աշխատանքը։ Սրա արդյունքում Գյումրիում օրինակ 116666 ընտրողից թիվը հասել է 111236-ի։ Հնարավոր լինեն դեպքեր, երբ ընտանիքի անդամը մահացած է, բայց անունը դեռևս առկա է ընտրողների ցուցակում, սա սովորաբար որակվում է որպես դավադիր մոտեցում, հատուկ, կեղծիք եւ այլն, բնականաբար նույնիսկ եթե մահացած անձի տվյալը առկա է ընտրողների ցուցակում, դա որևէ կերպ շահարկվել չի կարող։ Դրա պարզ պատճառներից մեկը այն է, օրինակ, որ անձը մահացել է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս եւ ընտանիքի անդամը կամ հարազատը մահվան վկայականը չի մոտեցրել։ Իսկ եթե ընտրության օրը պարզվի, որ լրացել է անձնագրի ժամկետը, քաղաքացին կարող է մոտենալ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանում եւ ստանալ տեղեկանք։ Ի դեպ, դրանք կաշխատեն ինչպես շաբաթ, այնպես էլ կիրակի օրերին։ Բացի դրանից, առաջին անգամ երկու համայնքներում էլ կգործի ծառայության շրջիկ գրասենյակը։ Գյումրիում մեքենան տեղակայված կլինի Վարդանանցի հրապարակում, Փարաքարում մեքենան տեղակայված կլինի համայնքապետարանի հարևանությամբ եւ անձը ազատ է ընտրելու մոտենալ միգրացիա եւ քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանում, թե մոտենալ շրջիկ մեքենային եւ բոլորովին նույն ծառայությունները կմատուցվեն նաեւ շրջիկ գրասենյակի ձևաչափով։ Չի բացառվում, որ մեծ թվով դիմումների դեպքում շրջիկ մեքենան տեղաշարժվի ահազանգի հետքերով։ Այս պայդությամբ տվյալ երկրաշարժին մենք ունենք 100-ից ավելի հետցնցումներ։ Սրանք մարտի 8-ին Սպիտակ քաղաքից 10 կիլոմետր հյուսիս գրանցված երկրաշարժի հետցնցումներն են, որոնք ըստ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակցի մինչև օրս էլ շարունակվում են։ Տարբեր ուժգնությամբ, այսինքն մագնիտուդով, որոնցից շատերը նաև զգացվել են բնակչության կողմից եւս, եւ դրանց մասին տեղեկացվել է, հաղորդագրություն է իրականացվել։
Շուրջ 1 տասնյակի հասնող երկրաշարժեր ընդամենը 1 ամսում։ Միայն մարտի 6-ից 12-ը մեր երկրում 2-ից ավելի բալ ուժգնությամբ 5 երկրաշարժ է տեղի ունեցել։ Մարտի 8-ի 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո բազմաթիվ էին պնդումները, որ այն բավականին ուժեղ էր։ Մասնագետները սակայն այն թույլ երկրաշարժ են որակում։ Ինքը հենց մագնիտուդով, միջազգային դասակարգումով եւ ընդհանրապես մասնագիտական ոլորտում համարվում է թույլ երկրաշարժ։ Նույնիսկ չափավոր երկրաշարժ չէ։ Թույլ երկրաշարժ, ուժեղ երկրաշարժերը սկսում են 7 եւ ավելի մագնիտուդ, դրանից ավելի բարձր 8 եւ ավելի մեգա երկրաշարժեր։ Սա միանշանակ ուժեղ երկրաշարժ չէ։ Այս երկրաշարժը տեղի է ունեցել նույն օջախային գոտում 9 սպիտակի 1988 թվականի երկրաշարժը։ Ինքը վտանգավոր գոտի է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքի համար, ինչ առումով, որ այստեղ են գտնվում Փաբակ, Սևան, Սյունիք եւ Գառնիի խզվածքները, այդտեղ հանդիպում են իրար, տեսնում եք այստեղ մեզ մոտ, ինչպիսի խիտ կարմիր գծով այդ խզվածքներին, հետեւաբար դա այդտեղ պարբերաբար են տեղի ունեցել երկրաշարժեր եւ ներկայումս դա բացառություն չի մեզ մասնագետներից համար, որ նորից տեղի կունենան այդտեղ։ Սոս Մարգարյանի խոսքով միայն 2024 թվականին մեր տարածաշրջանում շուրջ 3000 երկրաշարժ է արձանագրվել։ Վերջին տարիների աճը պայմանավորված է նաև դիտացանցերի արդիականացմամբ։ Տեսեք, այստեղ մեր ստորին շեմը 1 մագնիտուդից ցածր գրեթե շատ քիչ էր գրանցում, եթե կայանին մոտիկ է եղել երկրաշարժը եւ այլն։ Եվ դա արտացոլում է պատկերի վրա։ Երբ որ դիտացանցը արդիականացեցինք, արդեն պատկերն էլ փոխվում է քանակապես։ Ըստ Սոս Մարգարյանի խորհրդային միության ժամանակ սեյսմիկ վտանգը թերագնահատել են։ Հետևաբար Հայաստանում շենքերը կառուցվել են ավելի ցածր սեյսմիկ վտանգի համար, քան պետք են։ Բայց այսօր մեր բնակֆոնդի 80%-ը խոցելի շենքեր են։ Ճիշտ է, նորակառույցներ կառուցում են, նոր նորմերով են կառուցում եւ այլն, բայց դրանք շատ չնչին տոկոս են կազմում։ Հետևաբար իմանալով, որ մենք ունենք բարձր սեյսմիկ ռիսկ, քանի որ ունենք խոցելիություն, բարձր վտանգ, շենքերի խոցելիություն, շատ մեծ ուշադրություն ենք դարձնում բնակության տարվող աշխատանքներին տարբեր սոցիալական խմբերի համար։ Պարկի կանոններից մինչև գործնական պարապմունքներ, ծառայությունը սեյսմապաշտպանության թեմայով դասընթացներ է իրականացնում մոտ 450 պետական եւ մասնավոր կազմակերպությունների համար։ Ամենափոքր տարիքային խումբը, որի հետ մենք աշխատում ենք, հանդիսանում է մանկապարտեզային տարիքի երեխաները։ Մեզ համար բնականաբար թիրախային են հանդիսանում նաև դպրոցականները, բայց աշխատանքը ինքը շատ լայն է եւ ոչ մի տարիքային սահմանափակում որպես այդպեսին չկա։ Յուրաքանչյուր տարիքային խմբի համար համապատասխան մեթոդաբանությամբ եւ հասանելի լեզվով իրականացվում է սեյսմապաշտպանության թեմայով իրազեկում։ Միայն 2024-ին սեյսմապաշտպանության թեմայով ուսուցողական դասընթացներին մասնակցել է շուրջ 50,000 անձ։ Մյանմարում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1002-ի, հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, հղում անելով Մյանմարի պետական լրատվամիջոցներին։ Վերջին տվյալով աղետի հետևանքով վիրավորվել է 2376 մարդ, հազարավոր անհետ կորածներ կան։ Մյանմարում մարտի 28-ին տեղի ունեցել 2 իրար հաջորդող երկրաշարժ 7.7 եւ 6.4 մագնիտուդով։ Ցնցումները զգացվել են նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում եւ Հնդկաստանում։ Երկրաշարժից հետո գրանցվել 77 հետ ցնցում։ Երկրի 11 շրջանում ավերածություններ են տեղի ունեցել։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Մյանմարում, Թայլանդում եւ հարևան երկրներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։ Ցնցված ենք Մյանմարում, Թայլանդում եւ հարևան երկրներում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է այդքան շատ մարդկանց մահվան։ Մենք շարունակում ենք աղոթել բոլոր տուժածների համար եւ ցանկանում ենք շուտափույթ հաղթահարել այս աղետի հետևանքները, նշված է արտգործնախարարության գրառման մեջ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի դիտարկում Միացյալ Նահանգների կողմից տրամադրված ռազմական օգնությունը որպես պարտք։ Եթե մեզ համար ռիսկային բաներ լինեն, ապա անխոս ես այդ ամենն առանց որևէ գաղտնիքի կներկայացնեմ մեր հանրությանը, ասել է նա։ Ուկրաինայի նախագահը կարծում է, որ գլխավոր փոխզիջումային ասպեկտները շրջանակային համաձայնագրում ուրվագծված են։ Մենք պարտքեր չենք ընդունում, դա ինձ համար հստակ է, ես պարտքեր չեմ տեսնում, ծայրահեղ դեպքում մենք խոսում ենք անցյալի մասին, եթե լինեն ինչ-որ նոր հնարավորություն աջակցության նոր փաթեթներ, ապա Միացյալ Նահանգները հավանաբար կկարողանա այս կամ այն պայմաններն առաջ քաշել, ասել է նա։ Զելենսկին նաև հայտնել է, որ Ուկրաինան ստացել է Միացյալ Նահանգների հետ կարևոր օգտակար հանածոների վերաբերյալ նոր համաձայնագրի նախագիծը, որը նրա խոսքով ամբողջովին տարբերվում է նախկին շրջանակային փաստաթղթից։ Նա ընդգծել է, որ օգտակար հանածոների մասին համաձայնության տեքստը կուսումնասիրի, երբ իր թիմը վերլուծի այն, հաշվի առնելով դրանում հնարավոր օրենսդրական սպառնալիքները։ Կիևում լրագրողների հետ զրույցում Զելենսկին նաև
նշել է, որ Ուկրաինան պատրաստ կլինի բանակցություններ վարել ռուսական կողմի ցանկացած ներկայացուցչի հետ, բացի նախագահ Վլադիմիր Պուտինից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին։ Թրամփը նշել է, որ զրույցը եղել է արդյունավետ եւ նրանք ծրագրում են հանդիպում Կանադայի առաջիկա ընտրություններից հետո։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով կողմերը համաձայնության են եկել շատ կարևոր հարցերի շուրջ։ Լրագրողների հետ զրույցում Թրամփը կրկին նշել է, որ իր երկիրը 40 տարի շահագործվել է եւ դա այլևս չի կրկնվելու։ Զրույցից 2 օր առաջ Կանադայի վարչապետը խոստացել էր վերափոխել Կանադայի տնտեսությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի Միացյալ Նահանգներից։ Ապրիլի 2-ից էլ սպասվում է Վաշինգտոնի կողմից հայտարարված մաքսատուրքերի սահմանումը։ Օտտավան ամիսներ շարունակ հստակ ակնարկել է, որ հակաքայլեր է կիրառելու դրանց դեմ։ Իրանի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հետ Իրանի կառավարության անուղղակի բանակցություններ վարելու պատրաստակամությունը, սակայն Աբբաս Արաղչիի խոսքով Իրանը չի բանակցի սպառնալիքների ներքո։ Արաղչին իր խոսքում շեշտել է, որ բանակցությունները պետք է տեղի ունենան հավասարության դիրքերից։ ԱՄՆ նախագահն էլ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վատ բաներ կարող են պատահել Իրանի հետ, եթե երկրի իշխանությունները համաձայնության չգան Վաշինգտոնի հետ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Դոնալդ Թրամփը հիշեցրել է, որ նամակ է ուղարկել Իրանի իշխանություններին, որում ասվում է, որ այսպես թե այնպես պետք է որոշում կայացվի։ Թրամփը նշել է, որ կամ Վաշինգտոնն ու Թեհրանը կբանակցեն ու կքննարկեն հարցեր, կամ էլ շատ վատ բաներ տեղի կունենան Իրանի հետ։ Ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա, նախընտրում եմ, որ մենք պայմանավորվենք Թեհրանի հետ, նշել է ԱՄՆ նախագահը։ Կապանը 7 օր շարունակ հյուրընկալեց հանրապետության գրեթե բոլոր թատրոնների գործիչներին։ 7 օր նրանք վայելեցին Սյունիքի հյուրասիրությունը, կապանցի հանդիսատեսնել նրանց բեմական խաղը։ Կուլմինացիան մարտի 27-ին էր թատրոնի միջազգային օրը։ Խորհրդանշական արարողությունը, արտավազդ մրցանակաբաշխությունը այս անգամ մայրաքաղաքի փոխարեն Կապանում էր։ Ինձ համար բացահայտում էր, ես այսքան երկար չէի օրինակ ճանապարհորդել, այսպես ասեմ, չէի տեսել Կապանը, բացահայտեցի շատ բաներ ու շատ ոնց որ ասում եմ շատ եմ հավանել, շատ գեղեցիկ քաղաք է, շատ ուրախ եմ, որ վերանորոգում են, շատ լավ է ու արտավազդը այո, անշուշտ պետք է հենց այստեղ է լիներ։ Կասեմ շնորհակալություն անչափ, զգացինք ջերմությունը, առանձնահատկությունը հանդիսատեսի զգացինք։ Ես արդեն սիրահարվել եմ Կապանին, որ եկել ներկայացում ենք խաղացել, այնպես որ շատ եմ, որ սենց լիքը գնում եմ Երևան ու պատմելու եմ շատ լավ սիրուն, ինչ տեսել եմ, շատ ջերմ սիրուն իրավիճակներ։ Դրամատիկական թատրոնի 90-ամյա հոբելյանը, կամերային ներկայացումների փառատոնը, նաև արտավազդը Կապան էին բերել թատերական աշխարհի հայտնի գեղեցկուհիներին։ Капан прекрасный, и мне очень радостно сегодня быть, уже второй раз, я была лет 10 назад здесь, и меня связывают очень хорошие воспоминания с этим прекрасным местом, невероятные люди, которые нас встречают просто как родных. Я надеюсь, что не только на премии, в которой мы сегодня участвуем, мы будем приезжать намного чаще, чем сейчас это получается из-за занятости. Обожаем народ, обожаем сегодняшнюю атмосферу, но просто невероятное ощущение. Спасибо большое. Բուն մրցանակաբաշխությունից առաջ թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը մեդալներ ու դիպլոմներ հանձնեց տեղի թատրոնի դերասաններին ու աշխատակիցներին։ Կապանի Շիրվանզադեի անվան թատրոնին բարեխիղճ ծառայության համար եւ թատրոնի 90-ամյակի արդիվ Թատերական գործիչների միության ոսկե մեդալը շնորհվում Արթուր Գաբրելյանին։ Թատերական գործիչների միության ոսկե մեդալը շնորհվում Սլավիկ Ոսկանյանին։ տարի առաջ այստեղ հաշվապահությունում մի շատ սիրուն աղջիկ էր աշխատում, հիմա տատիկ է թորներ ունի, թատերական գործիչների ոսկե մեդալը շնորհվում Անուշ Ավանեսյանին։
Թատերական ամենամյա տոնին աջակցել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ Սյունիքի մարզպետի աշխատակազմը։ Փոխմարզպետ Հայկ Հարությունյանը շնորհավորական խոսքը զուգորդեց շնորհակալագրերի հանձնմամբ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Լուկասյանի անունից նախ շնորհավորում եմ բոլորիս այսօր նշվող թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ։ Շնորհավորանքներս թատրոնում արարող եւ թատրոնով ապրող բոլոր անհատներին, դերասաններին, բեմադրիչներին, թատրոնում աշխատող տարբեր մասնագիտությունների դեր մարդկանց, ովքեր ավանդ են ունենում յուրաքանչյուր ներկայացման կայացման մեջ։ Լավագույն երիտասարդական ու մանկական ներկայացումներ, բեմական նկարիչ, կին ու տղամարդ դերակատար, շնորհավորանքներ, ծափեր, Արտավազդ 2025-ը կայացած է ու շնորհակալությունների տարափը կապանինն է։ Մարտի 26-ին քերեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Քարահունջ գյուղի 55-ամյա մի բնակիչ տանը պահում է զենք, զինամթերք եւ թմրամիջոց։ Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում 55-ամյա տղամարդը խոստովանել է, որ ունի եւ մարիխուանա եւ զենք, զինամթերք, որոնք պատրաստ է ներկայացնել։ Զննությամբ նրա տանը հայտնաբերվել է ողորկապող որսորդական հրացան, F1 տեսակի նռնակ ու պայթուցիչ, տարբեր տրամաչափի 218 փամփուշտ, ինքնաձիգի եւ գնդացիրի 3 պահունակ, նաեւ 52.18 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Արարատի մարզի քերեական ոստիկանները մարտի 26-ին օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Խոսրովի պետական արգելոց ուղեկալներից մեկում Նիվա Մակնիշի ավտոմեքենայի վարորդը ինքնաձիգ է թողել։ Քերեական ոստիկանները մեկնել են նշված վայր, աշխատակիցները հաստատել են, որ Նիվայի վարորդը ուղեկալում թողել է ինքնաձիգ, որը պատրաստ են ներկայացնել։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ինքնաձիգը պատկանում է ՎԱԶ-21-21-ի 42-ամյա ուղևորին։ 42-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ ՎԱԶ-21-21-ը տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք։ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում մարտի 26-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի բնակիչ 25-ամյա երիտասարդը Չարենցի փողոցում գտնվող իր ավտոտնակում ապօրինի պահում է ատրճանակ։ Նա ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին։ Անձնական խուզարկությամբ 25-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ։ 3 դեպքով էլ կազմված սպասածքները ներկայացվել են նախաքննական մարմին։